Ես էլ սուրճ։ Եկեք մի րոպե լռությամբ հարգենք ցեղասպանության զոհերի հիշատակը։ Լավ, հիմա հանգիստ նստեք։ Երեխեք, այսօր ուզում եմ խոսենք ցեղասպանության մասին։ Մի փոքր անդրադառնանք եղելությանը։ Ով եւ որ թվականին ցեղասպանություն տերմինը մտցրեց շրջանառության մեջ։ Ճիշտն ասած գալիս էի քո մոտ։ Մտածում էի զանգեմ, չզանգեմ, հետո որոշեցի գամ դպրոցի մոտ։ Եթե դպրոցում չլնես կգայի տանկով։ Բա գործեր չունես։ Չէ, այսօր գործեր չունեմ։ Ամբողջ օրը կտրամադրության տակ եմ։ Մենակ դու ասա որտեղից է պետք սկսենք։ Լավ էլի։ Ասա ինչ է պետք անենք, ես պատրաստ եմ։ Շնորհակալ եմ Արտեմ։ Ինչի համար։ Ամեն ինչի։ Դե լավ, այդ թեման փակված է։ Լյով, իմացել եմ օֆիսի հրդեհի մասին։ Բաստոնը լավ տեղեկացված ես։ Կարող չհավատաս, բայց ես ամեն ինչին շատ լուրջ եմ վերաբերվում։ Ու բան ունեմ, որ դու պետք է անպայման իմանաս։ Ինչ է եղել։ Ես կարամ ասեմ ով ա մտել ու դուրս եկել մինչև հրդեհի օֆիս։ Դիմացի սրճարանի տեսախցիկն է ֆիքսել։ Ես էլ ծանոթ ունեի այնտեղ, վերցրեցի։ Ինչ, լմիրը պետ։ Ինչն ես վերցրել այդ զապիսները։ Մոտս է։ Ու քեզ հաստատ կհետաքրքրի։ Լևոնի սենյակում ինչ էր անում։ Ձայն լսեցի, ինձ թվաց ներսում մարդ կա։ Համոզվեցիր, որ մարդ չկա։ Համոզվեցի։ Սուրճը սառեց։ Ես գնամ, Լևոնը որ գա, էլի կվերադառնամ։ Կահաճո ջանքը լավը չի։ Արտեմ լմիրը պետ դու նայել ես այդ զապիսները։ Հա, նայել եմ ու դրա համար էլ ուզում եմ, որ դու էլ տեսնես։ Ու ինչ։ Մանվելն է մտնում թե տիկը։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ուղղակի մի բան անկավ աչքովս, որ դե ոնց ասեմ, որ դու ճիշտ հասկանաս ինձ։ Դու ասա ես կհասկանամ։ Լավ դեմ, մենակ իմ նախկին մասնագիտության տեր մարդը կարա հասկանա։ Արտեմ ես քեզ չեմ հասկանում, մի քիչ պարզ կխոսաս։ Ես հեռվից հեռու կարամ ասեմ ով ա։ Պահվածքից ու հայացքից ելնելով։ Գիտես, այսօր դուրս եմ գալիս փողոց, նայելով մարդկանց կարամ ասեմ ով ինչի համար է դուրս եկել փողոց, ու մոտ ինչքան փող կա։ Լավ։
Սենց ասեմ։ Մի քանի տարի իմ գործ եղել է մարդկանց ուսումնասիրելը։ Այդ ստավկի նման մի բան է։ Ու կողմին դրած է ազատությունը։ Եթե սխալվես, շատ թանկ կվճարես։ Լավ Արտем։ Գնանք։ Գնանք։ Սեդա 1944 թվականին առաջին անգամ այդ բառը կիրառել է լեհ-փաստաբան Լեմկինը։ Այո, ցեղասպանություն։ Այսպես ենք մենք բոլորս որակում 1915 թվականին հայ բնակչության հետ տեղի ունեցած ոչիրը, որ ինչպես չեն մոռացել մեր նախնիները, այնպես էլ չպիտի մոռանանք մենք և մեր ապագա սերունդները։ 100%։ Բա դա մոռանալ կլինի Գեր Պետրոսյան։ Հաստատ, դիք մոռանալու ու կուլ տալու բան չէ։ Լավ լսեք երեխեք։ 1915-ից 23 թվականների ժամանակահատվածում մոտ 1.5 միլիոն հայ սպանվեց։ Մյուսները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ իրենց ապաստանը գտան աշխարհի տարբեր երկրներում։ 15 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալումներով և հարյուրավոր մտավորականների ոչնչացումով սկսվեց հայոց ցեղասպանության առաջին փուլը։ Երկրորդ փուլը մոտ 60,000 հայ տղամարդկանց զորակոչներ դեպի թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին։ Երրորդ փուլը նշանավորվեց հայ կանանց, ծերերի ու երեխաների ջարդով ու նրանց տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ։ Գեր Պետրոսյան, բայց ամեն ինչ այնքան հստակ ու բավականաչափ փաստեր, արխիվային նյութեր կան, ինչի աշխարհը չի ճանաչում ցեղասպանության փաստը։ Թեորետիկան հեշտերներ ճանաչելը մի սաղ պետություններն էլ կընտունեին ու կան չէին քննարկել, չէին տներ վերցնել։ Կերդոտ խաղեր են սաղ Գեր Պետրոսյան։ Երեխաներ, ճշմարտությունը հնարավոր է որոշ ժամանակ թաքցնել, բայց ոչ ջնջել ու ոչնչացնել։ Այն անպարտելի է ինչ որ լինի։ Արդեն մի քանի երկիր ընդունել է հայոց ցեղասպանությունը, երևի տարիների ընթացքում մնացածն էլ օրինակ կվերցնեն նրանցից։ Այսօր աշխարհում արդեն 21 երկիր 15 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն։ Այդ 21 երկրները տարբեր ժամանակահատվածներում պաշտոնապես ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Բայց կան երկրներ չէ, որտեղ պետականորեն չի ընդունվել, բայց նահանգներում ընդունվել է ցեղասպանությունը։ Ճիշտ ես։ Կան երկրներ, որոնց մեջ առանձին նահանգներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Բայց հիշեք երեխաներ, առաջինը մենք պիտի հիշենք ու մենք պիտի պահանջենք, որպեսզի աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Այլապես մեր անտարբերությունը կարող է անպատիժ թողնել մեղսագործ երկրին։ Ինչևէ, հուսով եմ, որ այսօրվա դասը ձեր մեջ խորհելու առիթ կդառնա։ Հաստատ Գեր Պետրոսյան։ Գեր Պետրոսյան, կարող եմ մի բան ասել։ Ասա Լիլիթ։ Լիզա